Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսատուրքերը նախկին խորհրդային միության երկրների համար կհասնեն 31%-ի, սա այն մաքսատուրքն է, որը Թրամփը սահմանել է Մոլդովայի համար։ Երկրների մեծ մասի համար ներդրվել է 10% դրույքաչափ, Հայաստանի Հանրապետության համար այն ևս 10% է։ Թրամփը հրամանն անվանել է տնտեսական անկախության հռչակագիր։ Դա պայմանավորված է նրանով, որ Ամերիկան տարիների ընթացքում թալանվել է այլ ազգերի կողմից եւ բարեկամների եւ թշնամիների։ Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100,000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն։ Դրույթները կտարածվեն այս տարվա ապրիլի 21-ից հետո ներկայացված դիմումների վրա։ Հայաստանի զինված ուժերում կոմունալ կենցաղային պայմանների ապահովման համար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Զորանոցագրասենյակային գույքի եւ կահույքի մատակարարման գործընթացը արագ կազմակերպելու համար նախագծով 2025 թվականին նախատեսվում են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Այս տարի պետական բյուջեով առաջնահերթ են համարվում կապիտալ շինարարության եւ կապիտալ վերանորոգման ծրագրում ներառված այն շինարարական օբյեկտները, որոնց շինարարության ավարտը պլանավորված է կազմակերպել հնարավորինս արագ եւ մեծ ծավալով։ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի տրամադրած վարկային միջոցների ընդհանուր ծավալը այս պահին 6.4 տրիլիոն դրամ է։ Դրա մոտ կեսը 3.1 տրիլիոն դրամը բիզնեսին տրված վարկերն են։ Այդ 3.1 տրիլիոն դրամի ուղիղ կեսը 1.6 տրիլիոն դրամը տրամադրվել է փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄԶ-ների հիմնական խնդիրներից են տնտեսության կտրուկ եւ անսպասելի փոփոխությունները, որոնք տեխնոլոգիական նոր գիտելիքներ ու կառավարման նոր հմտություններ են պահանջում։ Եվրոպական երկրներում գազի արժեքը կնվազի միայն Ուկրաինայի տարածքով դրա տարանցիկ փոխադրումը վերականգնելու դեպքում։ Օրինակ, Սլովակիան ահռելի եկամուտ է ստացել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը ապահովելուց։ Ըստ այդմ, երկիրը հիմա զգալի վնասներ է կրում գազի մատակարարման դադարեցումից հետո եւ բոլոր ջանքերը գործադրելու է տարանցումը վերականգնելու համար։ Վրաստանի իշխանությունները ստարտափների համար հարկային արտոնություններ են սահմանել։ Բարձր տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք մշակող վրացական ստարտափները առաջին 3 տարում կազատվեն եկամտահարկից։ Դա կլինի զրոյական դրույքաչափ։ Ընդհանուր առմամբ արտոնությունների ծրագիրը կտևի 10 տարի։ Նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն տեղական ձեռներեցներին աջակցելուն, այլ նաեւ միջազգային ստարտափներին երկիր ներգրավելուն։ Ղազախ երկրաբանները շուրջ 300 մետր խորության վրա հայտնաբերել են հազվագյուտ հողային մետաղների հանքավայր, որի պաշարները կազմում են ավելի քան 20 միլիոն տոննա։ Եթե դա հաստատվի, Ղազախստանն այդ բնական պաշարների ծավալով զիջելու է միայն Չինաստանին եւ Բրազիլիային։ Հազվագյուտ հողային մետաղների միջին պարունակությունը կազմում է 700 գրամ 1 տոննայի համար։ Միացյալ Նահանգները միլիարդատերերի թվով կրկին գլխավորել է Forbes-ի համաշխարհային վարկանիշը։ 902 ամերիկացի ընդգրկվել է մոլորակի 3000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում Չինաստանն է 516 չինացի միլիարդատեր կա ցանկում։ Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղից էլ 205 միլիարդատեր կա։ 3000 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է ռեկորդային 16.1 տրիլիոն դոլարի։ Կառուցապատողների համար հարկերն ավելանում են։ Եթե կառուցապատողը շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգի, կենթարկվի ֆինանսական սանկցիաների։ Անավարտ կառուցվող շինության համար կվճարի անշարժ գույքի հարկը ամբողջությամբ։ Երկարաձգման ամսաթվից սկսած կապ չունի, թե ինչ հարկ է հասել կառուցումը, 3-րդ հարկում է, թե 5-րդ հարկում է, կապ չունի։ Ենթակա է հաշվարկման եւ վճարման գույքը հարկ։ Նախագիծ ուժի մեջ է մտել 23-ի հունվարի 1-ից եւ կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ 23 թվականի հունվարի 1-ը տրված շին թույլտվությունների գծով 23-ի հունվարի 1-ից հետո երկարաձգումների վրա։ Կառուցապատողների ասոցիացիայի ղեկավարի խոսքով դեռ 3 տարի առաջ քննարկումներ են ունեցել էկոնոմիկայի նախարարությունում ու ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ 2025 թվականին միայն մարտ ամսից են սկսել կիրառել։ Ստիպված կառուցապատողները վճարել են ահռելի չափով տեղական տուրք երկարաձգման գծով։ Մի բան էլ ստիպված պետք է վճարեն գույքահարկ։ Դեռևս չկառուցված եւ կառուցման փուլում գտնվող շենքի ամբողջ
մակերեսի հաշվարկով։ Գուրգեն Գրիգորյանի դիտարկմամբ կառուցապատողի հատուկ հաշվին գրավադրվող դրամական միջոցների ինստիտուտը զսպում է նրանց անհիմն երկարաձգումների վարքագիծը, այսինքն երկարաձգումը ֆինանսական տեսանկյունից ձեռնտու չէ կառուցապատողներին, որպես գլխավոր ռիսկ էլ ոլորտի ներկայացուցիչը բերում է կառուցապատողների սնանկանալու հավանականությունը, որը այս պարագայում մեծանում է։ «2024 թվականին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետության եւ համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս։ Համաձայն դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման Հայաստանի Հանրապետության նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով նախորդ տարվա ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա։